Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Հայր Աստված, ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Գալիս եմ քո առաջ այն իշխանությամբ, որ Հիսուս Քրիստոսով մեզ է տրված, Տեր։ Եվ դու ասել ես, Տեր, որ ամեն մեկիս, նրանք, ովքեր հավատում են Քրիստոսին, մենք նաև քահանաներ ենք, Տեր ջան, եւ իրավունք ունենք մեր ազգի համար աղոթելու, մեր ազգի համար բարեխոսելու, մեր ազգի քանդված պարիսպները հոգևոր դաշտում կառուցելու, վերակառուցելու, նորոգելու, բարեխոսելով քո առաջ։ Ես գալիս եմ որպես հայ։ Ես գալիս եմ ողորմություն խնդրելու իմ հայ ազգի համար։ Ներում խնդրելու մեր մեղքերի համար, մեր մեղքերը անթիվ անհամար են։ Ներում եմ խնդրում հենց նրա համար, որ շարունակաբար համեմատվում ենք ուրիշ ազգերի հետ, շարունակաբար ասում ենք նրանք ավելի վատն են, քան թե մենք, մեզ բարձրացնելով ինքներս, փոխանակ խոնարհվենք քո ձեռքի տակ, որ դու մեզ բարձրացնես։ Ներում եմ խնդրում, Տեր ջան, մեր հայհոյախոսության համար, մեր մինչև հիմա հեթանոսության համար, ներում եմ խնդրում քո եկեղեցու համար, որ հեթանոսական ծեսերը քրիստոնեացրել է, որպեսի հաճելի դարձնի, ընդունելի դարձնի, փոխանակ ճշմարտությունը ասեն, Տեր ջան։ Ներում ենք խնդրում մեր պառակտության համար, իրար ատելու համար, իրար անիծելու համար, իրար չներելու համար, Տեր ջան։ Ներում ենք խնդրում քո սերը շահագործելու համար, քո զոհողությունը անարգելու համար։ Եվ Հովել մարգարեի խոսքերով, Տեր ջան, ներում եմ խնդրում եմ Հայր, խնայես հայ ժողովրդին, Տեր խնայի քո հայկական ժառանգությունը, մի դարձրում ես ծաղրի առարկա, հեթանոսների ու անհավատների մեջ ծաղրի ու ծիծաղի առարկա, Տեր ջան, արդ այս ամենը քո անվան համար, քո փառքի համար, ոչ թե նրա համար, որ մենք արժանի ենք, Տեր, այլ քո անվան համար։ Հիշիր այն հայ նահատակներին, որ մեռան քո անվան համար, քեզ հավատարիմ մնալով։ Հիշիր հայ նվիրյալներին, որ ապրեցին ու դեռ ապրում են քեզ համար։ Հիշի հայ քրիստոնյաներին, Տեր, կլինի եկեղեցում ծառայող, թե ոչ, որոնք ամբողջ սրտով քեզ են նվիրվել, քեզ սիրել, քեզ ծառայել, քո չարչարանքներին չարչարակից եղել, Տեր ջան։ Հիշի, Տեր, հիշի հնազանդներին, Տեր ողորմի ու դարձի բեր հայ ազգիս, թող որ շրջակայքի ժողովուրդներն ու ազգերը չասեն, որտեղ է նրանց Աստվածը։ Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Իսկ հիմա վերադառնանք Ելք գրքի 9-րդ գլխի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը։ Կարդանք այսօրվա հատվածը։ Տերն ասաց Մովսեսին. «Վեր կաց, վաղ գնա կանգնիր փարավոնի առաջ եւ ասա նրան. այսպես է ասում եբրայեցիների Տեր Աստվածը. արձակիր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ, որովհետև այս անգամ իմ բոլոր հարվածները պիտի ուղղեմ քո սրտի վրա, քո ծառաների և քո ժողովրդի վրա, որպեսզի իմանաս, թե ամբողջ աշխարհում ինձ նմանը չկա։ Որովհետև հիմա կմեկնեմ իմ ձեռքը և կհարվածեմ քեզ ու քո ժողովրդին ժանտախտով և կկորչես երկրից։ Ես քեզ խնայեցի հենց նրա համար, որ ցույց տամ իմ զորությունը քեզանով և իմ անունը հայտնի լինի ամբողջ աշխարհում։ Դու դեռ իմ ժողովրդի դեմ ես ելնում, որ չարձակես նրան։ Ահա ես վաղը այս ժամանակ այնպիսի սաստիկ կարկուտ կտեղացնեմ, որպիսին երբեք չի եղել Եգիպտոսում, նրա հիմնադրման օրից մինչև այժմ։ Հիմա մարդ ուղարկիր և հավաքիր քո հոտերը, ինչ որ ունես դաշտում, որովհետև դաշտում գտնվող և տների մեջ չմտած բոլոր մարդկանց և բոլոր անասունների վրա կարկուտ է իջնելու, և նրանք ոչնչանալու են։ Փարավոնի ծառաներից նա, ով վախենում էր Տիրոջ խոսքերից, իր ծառաներին և հոտերը հավաքեց տների մեջ։ Իսկ ով որ ուշադրություն չդարձրեց Տիրոջ խոսքերին, դաշտում թողեց իր ծառաներին և իր հոտերը։
Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնիր դեպի երկինք, եւ թող կարկուտ թափվի Եգիպտոսի ամբողջ երկրի մարդկանց եւ անասունների վրա, Եգիպտոսի երկրում եղած արտերի բոլոր խոտերի վրա»։ Մովսեսն իր գավազանը մեկնեց դեպի երկինք, եւ Տերը որոտ եւ կարկուտ ուղարկեց, եւ երկրի վրա կրակ էր վազում։ Տերը կարկուտ տեղացրեց Եգիպտոսի երկրի վրա։ Կարկուտ եղավ, եւ կարկուտի հետ խառնված կրակ տեղաց, շատ սաստիկ էր, որ դրա նմանը չէր եղել Եգիպտոսի ամբողջ երկրում ազգի առաջացումից ի վեր։ Կարկուտը հարվածեց Եգիպտոսի ամբողջ երկրի դաշտերում եղած ամեն ինչին, մարդուց մինչև անասուն։ Կարկուտը հարվածեց դաշտի բոլոր խոտերին եւ կոտրատեց դաշտի բոլոր ծառերը։ Կարկուտ չտեղած միայն Գեսեմի տարածքում, որտեղ գտնվում էին Իսրայելի որդիները։ Փարավոնը մարդ ուղարկեց, կանչեց Մովսեսին ու Ահարոնին եւ ասաց նրանց. «Այս անգամ մեղանչեցի, արդար է Տերը, իսկ ես եւ իմ ժողովուրդը հանցավոր ենք։ Աղաչեք Տիրոջը, որ Աստծո որոտներն ու կարկուտը դադարեցնի։ Ես ձեզ կարձակեմ եւ այլևս այստեղ չեք մնա»։ Մովսեսն ասաց նրան. «Հենց որ դուրս գամ քաղաքից, ձեռքերս կտարածեմ դեպի Տերը, որոտները կդադարեն եւ այլևս կարկուտ չի լինի, որպեսզի իմանաս, որ երկիրը Տիրոջն է։ Բայց ես գիտեմ, որ դու եւ քո ծառաները դեռ չեք վախենում Տեր Աստծուց»։ Կտավատն ու գարին կարկտահար եղան, որտեվ գարին հասած էր եւ կտավատը սերմ բռնած, բայց ցորենը եւ հաճարը կարկտահար չեղան, որովհետեւ դրանք ուշ են հասունանում։ Մովսեսը Փարավոնի մոտից ելնելով գնաց քաղաքից դուրս։ Նա ձեռքերը տարածեց դեպի Տերը եւ որոտներն ու կարկուտը դադարեցին եւ անձրև չտեղաց երկրի վրա։ Երբ Փարավոնը տեսավ, որ անձրևը, կարկուտը եւ որոտը դադարել են, դարձյալ մեղանչեց եւ կարծրացրեց սիրտը, ինքը եւ իր ծառաները։ Եվ այսպես Փարավոնի սիրտը կարծրացավ եւ Իսրայելի որդիներին չարձակեց, ինչպես որ Տերը ասել էր Մովսեսին. «Հայր, փառահեղ Տեր, գոռոզության նետերը հանի մեզանից, որտեվ Փարավոնը մեղք գործեց իր գոռոզության պատճառով, իր մեծամտության պատճառով, կարծելով, որ ինքն էր, որ կա եւ ինքը գիտեր իր ուժը, իր զորությունը եւ հավատում էր իր կեղծ կուռքերին։ Տեր, թող մենք չկործանվենք մեր գոռոզության մեծամտության պատճառով»։ Հիսուսի անունով աղոթեցի եւ պատրաստի ականջներն ու սրտերը բոլոր լսողների, որ այս խոսքերդ մտնեն իրանց սրտի մեջ, Տեր ջան, քանդեն իրանց կարծրացած սրտերը, քանդեն Երիքովի պատերը եւ քո լույսը, քո շնորհը ապաշխարություն գա, ճշմարիտ ապաշխարություն եւ ոչ թե փարավոնյան ապաշխարություն։ Տերն ասաց Մովսեսին. «Վեր կաց, վաղ առավոտյան գնա կանգնիր Փարավոնի առաջ եւ ասա նրան. այսպես է ասում Եբրայեցիների Տեր Աստվածը. արձակիր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ, որովհետև այս անգամ իմ բոլոր հարվածները պիտի ուղեմ քո սրտի վրա, քո ծառաների եւ քո ժողովրդի վրա, որպեսզի իմանաս, թե ամբողջ աշխարհում իմ նմանը չկա։ Որովհետև այս անգամ իմ բոլոր հարվածները պիտի ուղղեմ քո սրտի վրա։ Այս երկար նախազգուշացմամբ Աստված ուզում էր, որ Փարավոնը իմանար, թե ով էր կառավարում իրավիճակը, ով էր վերահսկում իրավիճակը, Աստված եւ ոչ թե Փարավոնը։ Որովհետև հիմա կմեկնեմ իմ ձեռքը եւ կհարվածեմ քեզ ու քո ժողովրդին ժանտախտով եւ կկորչես երկրից։ Որքան էլ որ մինչեւ այս պահը իրավիճակը վատ էր եղել, միայն Աստծո ողորմածության շնորհիվ էր, որ Փարավոնն ու Եգիպտոսը դեռ չէին վերածվել երկրի երեսից։ Ես քեզ խնայեցի հենց նրա համար, որ ցույց տամ իմ զորությունը քեզանով եւ իմ անունը հայտնի դառնա ամբողջ աշխարհում։ Այս համարձակ հայտարարության մեջ Աստված Մովսեսի միջոցով Փարավոնին ասում է, որ Աստված Փարավոնի դիմադրությունը, Փարավոնի ապստամբությունը օգտագործում է հենց իր Աստծո փառքի համար։
Եթե փարավոնը կարծում էր, որ Աստծո դեմ իր դիմադրությունով ինչ որ բանի է հասնում, նա լիովին սխալվում էր, նա խափնված էր։ Նրա ամբողջ համառ ապստամբությունը վերջում պարզապես ավելի շատ փառավորեց ու փառաբանեց Տիրոջը եւ Տիրոջ սուրբ անունը մեծարվեց եւ նրա զորությունը երևաց։ Դու դեռ իմ ժողովրդի դեմ ես ելնում, որ չարձակես նրան։ Ահա ես վաղն այս ժամանակ այնպիսի սաստիկ կարկուտ կտեղացնեմ, որպեսզի երբեք չի եղել Եգիպտոսում, նրա հիմնադրման օրից մինչև այժմ։ Մեկնաբանելու շատ բան չկա այս խոսքերի մեջ։ Տեսնում ենք, որ Աստված ողորմածաբար զգուշացնում է, բայց նաև սկսում ենք նկատել Աստծո զայրույթ ու ցասումը։ Հիմա մարդ ուղարկիր եւ հավաքիր քո հոտերը եւ ինչ որ ունես դաշտում, որովհետեւ դաշտում գտնվող եւ տների մեջ չմտած բոլոր մարդկանց եւ բոլոր անասունների վրա կարկուտ է իջնելու եւ նրանք ոչնչանալու են։ Աստված այստեղ հրավիրում է փարավոնին եւ եգիպտացիներին հավատալու իրեն, վստահելու իրեն, որ Աստված սին ու դատարկ զգուշացումներ ու նախազգուշացումներ չի տալիս ու խորհուրդ է տալիս նախազգուշական միջոցներ ձեռնարկել կարկուտի պատուհասի դեմ։ Փարավոնի ծառաներից նա, ով վախենում էր Տիրոջ խոսքերից, իր ծառաներին եւ հոտերը հավաքեց տների մեջ, իսկ ով որ ուշադրություն չդարձրեց Տիրոջ խոսքերին, դաշտում թողեց իր ծառաներին եւ իր հոտերը։ Ոմանք, ոչ շատերը, հավատացին ու ընդունեցին Աստծո խորհուրդը եւ իրենք ու իրենց ծառաները, անասունները խնայվեցին։ Իսկ նրանք, ովքեր չհավատացին, ովքեր մեծամտացան ու գոռոզացան, չխնայվեցին։ Մեկնաբանն ասում է, որ վերին Եգիպտոսում այնքան հազվադեպ էր տեղումներ լինում, որ ուժեղ կարկտահարության եւ ուժեղ կայծակների ու փոթորկի կանխատեսումը հավանաբար նրանք մեծ կասկածամտությամբ դիմավորեցին, բայց հիմքում ընկած էր գոռոզությունը ու մեծամտությունը։ Եվ գալիս է Աստծո կողմից խոստացված կարկուտի եւ կայծակի պատուհասը, որը երկնքից կրակ է թափում Եգիպտոսի վրա։ Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնիր դեպի երկինք եւ թող կարկուտ թափվի Եգիպտոսի ամբողջ երկրի մարդկանց եւ անասունների վրա, Եգիպտոսի երկրում եղած արտերի բոլոր խոտերի վրա»։ Մովսեսն իր գավազանը մեկնեց դեպի երկինք եւ Տերը որոտ ու կարկուտ ուղարկեց եւ երկրի վրա կրակ էր վազում։ Սա թերևս մինչ այժմ տեղի ունեցած ամենասարսափելի պատուհասն էր։ Եգիպտացիները պիտի որ հասկանային ու հավատային, որ Աստծո զայրույթը թափվում էր երկնքից իր ողջ խստությամբ ու ցասումով։ Տերը կարկուտ տեղացրեց Եգիպտոսի երկրի վրա։ Կարկուտ եղավ եւ կարկուտի հետ խառնված կրակ տեղաց։ Շատ սաստիկ էր, որ դրա նմանը չէր եղել Եգիպտոսի ամբողջ երկրում ազգի առաջացումից ի վեր։ Սա մի տարօրինակ խառնուրդ էր, հրաշք հրաշքի մեջ, ասում է Ռաբի Սողոմոնը։ Կրակն ու ջուրը, որտեղ կարկուտը ջուր է, չէ, խառնվել էին իրար, կարծես կրակն ու ջուրը հաշտություն էին կնքել, ու որպեսի հնազանդվեն արարչի կամքին եւ այդպես օգտագործվեն անհնազանդ փարավոնի եւ եգիպտացիների վրա։ Կարկուտը հարվածեց Եգիպտոսի ամբողջ երկրի դաշտերում եղած ամեն ինչին, մարդուց մինչև անասուն։ Կարկուտը հարվածեց դաշտի բոլոր խոտերին եւ կոտրատեց դաշտի բոլոր ծառերը։ Կարկուտ չտեղած միայն Գեսեմի տարածքում, որտեղ գտնվում էին Իսրայելի որդիները։ Այս պատուհասը ուղղված էր մի քանի եգիպտական չաստվածների դեմ։ Դրանցից նշանավորը Նուտը կամ Նաթը, նայած ոնց են արտասանում, երկնքի աստվածուհին էր։ Նա անզոր էր որևէ բան անելու փարավոնին ու եգիպտացիներին փրկելու համար։ Իսկ ամենակարող, կենդանի ու միակ Եհովա Աստված, Արարիչ Աստված, պաշտպանեց իր ժողովրդին եւ փրկեց նրանց։ Եվ տեսնում ենք, որ փարավոնը նորից կեղծ զղջում է, կեղծորեն ապաշխարում է եւ նրա սիրտը կարծրանում է։ Փարավոնը մարդ ուղարկեց, կանչեց Մովսեսին եւ Ահարոնին եւ ասաց նրանց. «Այս անգամ մեղանչեցի, արդար է Տերը, իսկ ես եւ իմ ժողովուրդը հանցավոր ենք»։
Բառերին նայելով սա հնչում է որպես փարավոնի կողմից ապաշխարություն եւ կատարյալ ապաշխարություն, բայց նրա սրտում չկար ոչ ապաշխարություն, ոչ էլ զղջում։ Իսկական զղջումը չէր թափանցել նրա սրտի մեջ, եւ դրա համար էլ նրա բերանից միայն կեղծ ապաշխարության խոսքեր էին դուրս գալիս։ Փարավոնը վշտացած էր իր մեղքերի հետևանքներից, նա ուզում էր հետևանքներից ազատվել, բայց նա չէր վշտացել ու չէր զղջում իր մեղքի համար, չէր ուզում իր մեղքից, իր ապստամբությունից հրաժարվել։ Փարավոնի այս ես մեղանչեցի ապաշխարության նման եւս էլի նմանները կան Սուրբ գրքում։ Իրականում այդպիսի 8 կան, 9 կան, ներառյալ փարավոնինը, եւ դրանցից 5-ը կեղծ ապաշխարություններ են, իսկ 3-ը իրական իսրտե ապաշխարություններ։ Փարավոնինը նոր կարդացինք, մյուսը բաղամի կեղծ ապաշխարություններ, մի մարդ, որ երկմիտ էր, մեկ սենց էր մտածում, մեկ նենց, մեկ Աստծո օգտին, մեկ չարի օգտին։ Աքարի ապաշխարությունը, որը կասկածամիտ մարդու ապաշխարություն էր, Սավուղինը կեղծավոր մարդու, Հուդայինը, ով ապաշխարում էր միայն հուսահատությունից դրդված, որն ընդունելի ապաշխարություն չէ, իսկ լավ ճշմարիտ ապաշխարության օրինակներն են Հոբի ապաշխարությունը, որը ցուցաբերեց իրական աստվածային ապաշխարություն, Դավիթ թագավորի ապաշխարությունը, չնայած նա ուշացումով ապաշխարեց, բայց ի սրտե զղջաց ու ապաշխարեց, անառակ որդու ապաշխարությունը, օրհնյալ մեկը, ով խոստովանեց իր մեղքը։ Եվ փարավոնը ասաց. «Աղաչեք Տիրոջը, որ Աստծու որոտներն ու կարկուտը դադարեցնի, ես ձեզ կարձակեմ եւ այլևս այստեղ չեք մնա»։ Կեղծ ապաշխարությանը հետևում են փարավոնի կեղծ խոստումները, որ նա էլի չէր պահելու։ Մովսեսն ասաց նրան. «Հենց որ դուրս գամ քաղաքից, ձեռքերս կտարածեմ դեպի Տերը, որոտները կդադարեն եւ այլևս կարկուտ չի լինի, որպեսզի իմանաս, որ երկիրը Տիրոջն է, բայց ես գիտեմ, որ դու եւ քո ծառաները չեք վախենում Տեր Աստծուց, բայց ես գիտեմ, որ դու եւ քո ծառաները դեռ չեք վախենում Տեր Աստծուց»։ Փարավոնին տրված Մովսեսի պատասխանը ցույց տվեց, որ Մովսեսը հոգևոր հասունություն էր ձեռք բերում, նա սովորում էր ու սկսում էր զանազանելը ճիշտը ստից։ Մովսեսը փարավոնի մոտից ելնելով գնաց քաղաքից դուրս, նա ձեռքերը տարածեց դեպի Տերը եւ որոտներն ու կարկուտը դադարեցին եւ անձրև չտեղաց երկրի վրա։ Մովսեսը չի հավատում, որ փարավոնը կպահի իր խոստումը, եւ միևնույնն է, Մովսեսը կատարում է փարավոնի խնդրանքը եւ նա դա անում է, որպեսզի փարավոնը առանց արդարացման լինի, ասում է մեկնաբանը։ Նաեւ կարեւոր է, անկախ նրանից դիմացինդ անընդհատ իր խոստումը չի պահում, անընդհատ սուտախոսում, թե չէ, որպես քրիստոնյա, որպես Աստծո մարդ, եթե դու խոստում ես տալիս, դու քո խոստումը պիտի պահես, որովհետև դու օրինակ պիտի լինես նրանց համար, անկախ նրանից ընդունում են, թե ոչ, որովհետև դու Աստծուն ես ներկայացնում։ Երբ փարավոնը տեսավ, որ անձրևը, կարկուտը եւ որոտը դադարել են, դարձյալ մեղանչեց եւ կարծրացրեց սիրտը, ինքը եւ իր ծառաները։ Եվ այսպես փարավոնի սիրտը կարծրացավ եւ Իսրայելի որդիներին չարձակեց, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին. Աստծո դեմ սիրտը կարծրացնելը մեղք է, չզղջալը, երբ Աստված ողորմածաբար պատասխանում է մեր խնդրանքին, նշանակում է անտեսել Աստծո հարուստ ողորմածությունը, նշանակում է ավելի շատ մեղանչել։ Եվ այս ամենի պատճառով գալու էր ավելի սարսափելի պատիժը, երբ փարավոնի որդին էր մահանալու։ Այսքանը այսօր Տեր ողորմի եւ քանդի մեր կարծրացած սրտերը, մեզ նոր սիրտ տուր, նոր հոգի տուր, հալեցրու մեր մեջ եղած սառույցները, ամեն ստերը Տեր, գերի եմ վերցնում, հնազանդեցնում քեզ, Քրիստոս, ազատարար Աստված, փրկիչ Աստված, փրկի ազգիս, փրկի ընտանիքիս, փրկի լսողներին, Տեր,
ազատի մեզ ինքներս մեզանից։ Ամեն։